Պարոն նախագահ, Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մեզ միջև անգամ զգուշացնում է էկոնոմիստ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը նշելով, որ դա ինչ աղետի է հանգեցնելու հայ ժողովրդի համար, բերելով Գազայի օրինակը, ըստ էության շրջափակում, սով։ Ես այս մասով կուզեմ իմանալ, եթե, ինչպես դուք ասացիք, ձեր մատնանշած երկու կետերը չիրականացվի իշահ Հայաստանի, մեզ արդյոք այդ աղետը սպասվում է, թե ոչ։ Նայեք, չեմ կարծում, որ եթե չաշխատի, մեզ սպասում է աղետ։ Հիմա էլ չի աշխատում, հիմա չեմ կարծում, որ մենք աղետի մեջ ենք։ Ուղղակի աղետը կարող է լինի հետևյալ միայն հանգամանքով պայմանավորված։ Ինչ կարգի ռեակցիա կունենանք մենք Իրանից, ինչ քաղաքականություն Իրանը կորդեգրի Միացյալ Նահանգների ընկերությանը այդ սահմանին հայտնվելու հետևանքով։ Այսա հասկանալի չէ։ Սա իսկապես ռիսկային է, որը վտանգում է ընդհանրապես այդ սահմանի գոյությունը։ Իրանի համար սահման, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, ավելի նախընտրելի է, քան Ադրբեջանի կողմից, թե ոչ։ Այ փորձեք այդ անկյան տակ նայել, թե ինչպիսի ռիսկի տակ է հայտնում Հայաստանի Հանրապետությունը։ Հատկապես եթե ջուֆայի ճանապարհը չի բացվում, երկաթուղին չի բացվում, եթե Իրանը սրանից ոչինչ չի շահում։ Հիմա ինձ ասեք, լավ, Իրանը այս ամեն ինչից ինչ որ բան պիտի շահի, թե ոչ։ Ավելի հետաքրքիր, ամենից հետաքրքիր պրոյեկտները նրանք են, որից շահում են բոլոր, այսպես հարևանները այդ պրոյեկտի։ Հիմա ինձ ցույց տվեք այս պրոյեկտից, եթե քարտեզը ինչ է շահում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բացի նրանից, որ ամերիկյան ընկերություն հայտնվում է անմիջապես ամբողջ սահմանին։ Ինչ է շահում։ Լավ, բանաձևը պետք է գտնել նաև մասնակից սարքելու այդ մեծ հարևանին։ Պետք է գտնել, թե չէ։ Լավ, չի ուշում դա ձեզ։